Երկրորդ, ասում եք դե որ մի բան Ադրբեջանն ասում է, դա չենք կարող մենք անենք։ Կներեք, սա ինչ մեթոդ է։ Կներեք, սա սխալ եւ վնասակար մեթոդ է։ Սա ձեզ այս մոտեցումը դնում է կախվածության մեջ Ադրբեջանի կամքից, հələ պատկերացրեք։ Դուք ասում եք, հայ, մենք էլ էինք ասում, որ եվրոադիտորներին պետք չէր բերել, այս օրինակի վրա, բայց դե որ Ադրբեջանն ասում է, ուրեմն չպիտի անենք։ Այլ հարց է հիմա, թե այդ դրույթի այդ կետը վերաբերում է, ինչպես կկիրարկվի, երբ կկիրարկվի, ինչ իրավիճակ կլինի։ Ես հիմա չեմ խոսում եվրոադիտորների մասին, ես խոսում եմ ձեր մոտեցման մասին։ Ասում եք, եթե ինքը ասում է, ուրեմն ես չպետք է անեմ։ Այսինքն հիմա եթե Ալիևն ասի, որ ծխելը վնասակար է առողջությանը, պետք է թարգել, պետք է գնաք իր այնադուս ծխել, ասենք վնասել ձեր առողջությանը, սա ինչ մոտեցում է։ Այնա իմանալով, որ այդպես է, կասի բաներ, որ դրա հակառակը գնաք անեք։ Ինչպես, այո, ճիշտ հուշեցիք Տիկին Հակոբյան, սահմանադրության հետ կապված։ Իմանալով, որ Հայաստանի վարչապետը քանի անգամ հայտարարել է, որ մենք ունենք սահմանադրական բարեփոխման կարիք եւ իմանալով, որ իր ասածը այդպես է անկալվելու, ասում է չէ, դե պետք է ուրեմն գնալ ու սահմանադրությունը փոխել։